Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդերանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է ուզեն հասարակության, այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր, հրապարակախոս Վարամ Աթանասյանը, բարև ձեզ, պարոն Աթանասյան։ Բարև ձեզ։ Պարոն Աթանասյան, վերջին օրերին մենք արդեն որպես իրողություն բախվել ենք իշխանությունների եւ եկեղեցու, չասեմ եկեղեցու ընդհանուր առմամբ, եկեղեցական վերնախավի այսպես հակամարտությանը, մեղմ ձևակերպեմ։ Նախ փորձենք հասկանալ, կային այդ հակամարտության օբյեկտիվ նախադրյալներ, թե այսպես հանկարծ եղավ այս ամենը։ Ու ես կարծում եմ տարաձայնությունները եւ հակասությունները օբյեկտիվ են ու անկախ անձերից, ինչու, որովհետեւ ըստ էության Ղարաբաղյան երկրորդ պատերազմը միջազգայինորեն կամ համահայկական միջավայրում չեղարկել է մի կարգախոս, որ ավելի քան 30 տարի եղել է ուղենշային, դա Հայաստան, Արցախ, Սփյուռք երամիասնության նարատիվն է, այսպես ասեմ։ Ես կարծում եմ, որ երկրորդ Ղարաբաղյան պատերազմը ուղղված էր այդ նարատիվի դեմ, կամ եթե այսպես ասենք, հայ ժողովրդի որպես համաշխարհային ազգի կայացման դեմ։ Օբյեկտիվ իրողությունը քաղաքական Հայաստանը չի կարող չճանաչել։ Դա օբյեկտիվ իրողություն է, որ արձանագրված է 20 թվականի նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությամբ եւ այն իրավիճակով, որ այսօր կա Հայաստանում եւ նրա շուրջ։ Այսպես ասեմ, հոգեվոր Հայաստանը ստերեոտիպ չի ընդունում։ Ոչ միայն չի ընդունում, այլև համոզված է, որ համաշխարհային հայ ազգը կարող է կայանալ, Հայաստանը կարող է լինել տարածաշրջանային տերություն եւ ոչ միայն Արցախը իր կազմում կպահեր, այլև հիմք կնախապատրաստեր հայկական իդեայի հետագա իրականացման համար։ Եվ այս գաղափարը, այս քարոզչությունը պաշտպանում է նաև քաղաքական որոշակի ուժերի կողմից Հայաստանում։ Դա լինի ազգային ժողովի ինստիտուցիոնալ ընդդիմությունը, թե արտախորհրդարանական ուժեր, գործող իշխանությանը քննադատում են եւ նյութական առարկայական կորուստների Արցախի նրա շուրջ տարածքների եւ Արցախի հայ բնակչության բռնատեղանության համար, այլև հայ ինքնությանը հասցրած կործանիչ, այսպես ասենք, իրենց կարծիքով, իրենց բնութագրով կործանիչ հարվածի համար եւ համարում են, որ դա վերականգնելի է, եթե այսօրվա գործող իշխանությունը եւ ազգային ժողովի մեծամասնություն քաղաքացիական պայմանագիրը ասպարեզից հեռանա, ապա հնարավոր է մասնակիորեն կամ ամբողջությամբ վերականգնել կորուստները ու ամենակարևոր պահել Հայաստան, Արցախ, Սփյուռք կամ միասնական հայրենիքի գաղափարախոսությունը։ Ես կարծում եմ հակասությունը այստեղ է եւ անկախ նրանից ով է լինելու Հայաստանի վարչապետը, ով է հոգևոր առաջնորդը հայության կամ հայ առաքելական եկեղեցու հոգևոր այս հակասությունները պետք է որ դրսևորվեին օբյեկտիվորեն։ Խնդիրն այն է, որ շուրջ 5 տարի եկեղեցին համեմատաբար չեզոքություն է պաշտպանել եւ այսօր այդ չեզոքությունը արդեն խախտված է։ Միանշանակ։ Այստեղ շատ կարևոր հարց է միշտ առաջանում, գոնե վերջին շրջանում իմ մոտ, ինչու հիմա։ Ինչու հիմա, որովհետեւ օրինակ ներողություն եմ խնդրում, եթե 20 թվականի նոյեմբերի 9-ի 10-ի, հիշում ենք, զարգացումների Երևանում,
եթե եկեղեցին այն ժամանակ միանար բողոքավոր, այսպես ասեմ, հատվածին, միգուցե եւ հնարավոր կլիներ Հայաստանում իրականացնել իշխանափոխություն։ Այդ ողբերգությունից 1 տարի անց խորհրդարանական ընտրություններ էին, ձեր ասելով եկեղեցին չեզոք էր։ 2 տարի հետո, 3 տարի, ինչու հիմա։ Հիմա որովհետեւ նախ խորհրդարանական ընտրությունների մնացել է 1 տարուց էլ պակաս ժամանակ եւ երկրորդ թող սա վիրավորական չհնչի ինստիտուցիոնալ ընդդիմության համար, ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ նրան հարող արտախորհրդարանական ուժերը քաղաքականապես ֆիասկոյի ենթարկվել, չունեն ռեսուրս, որ կարող է բողոքական ընտրազանգված հավաքել եւ գաղտնիք չէ այդ մասին, եթե հիշողությունս չի դավաճանում, դերևս 2021 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել, որ Հայաստանում կարող է իշխանության գալ հոգեվորական։ Այսինքն հենց դերևս այն ժամանակ կար ընկալում, որ քաղաքական ռեսուրսը բավարար չէ, կամ ասենք 20 տարի նախկինում Հայաստանում իշխած կուսակցությունները կամ դաշինքը կամ անձինք հանրային լուրջ հեղինակություն չունեն, որպեսզի կարողանան հակաիշխանական կամ այլընտրանքային ինչ-որ զանգված հավաքել եւ գաղափարախոսություն առաջարկել, ասենք այլընտրանք, գաղափարական այլընտրանք եւ ըստ երևույթին եկեղեցու հետ քաղաքական շրջանակները եկել են համաձայնության, որ եկեղեցին առաջնորդում է բողոքական շարժումը ու իշխանությունը անցնում է նոր ուժի կամ հներից որևէ մեկին, որը եկեղեցու դերը ավելի է ինստիտուցիոնալացնում, քան ասենք սահմանված է սահմանադրությամբ եւ հայ առաքելական եկեղեցու ու Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին օրենքով։ Նման օրենք 2007 թվականի մարտի 14-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է եւ մտել է ուժի մեջ։ Հայաստան նման նախադեպ չի եղել։ Եվ այստեղ կա նաեւ երկրորդ նրբությունը։ Հայաստանի 1995 թվականի ընդունած սահմանադրության մեջ եկեղեցու մասին այն սահմանումները, որ ունի այսօրվա սահմանադրությունը, չի ունեց։ Ընդհանրապես այնտեղ արձանագրված է, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են, Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հավատի ազատություն, այսինքն կրոնական բոլոր կազմակերպությունները հավասար են առաջին սահմանադրության իմաստով։ 2005 թվականի սահմանադրական փոփոխությունը երբ կատարվեց, եկեղեցու դերը բարձրացվեց, միաստիճան բարձրացվեց։ 2007 թվականի արդեն օրենքը սա եկեղեցու, չեմ ասում, չասենք քաղաքական ճանաչման ակտ է, բայց համեն դեպս եկեղեցու ինստիտուցիոնալ որպես կառույցի հանրային նշանակության ամրագրում է, որովհետև այնտեղ օրինակ ասենք դրույթներ կան, որ եկեղեցին կարող է հիմնել նախակրթարան, տարրական, միջնակարգ եւ ավագ դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություն, հովանավորել, եկեղեցին կարող է ներկայացություն ունենալ զորամասերում, քրեակատարողական հիմնարկներում, նույնիսկ քնչական մեկուսարանում։ Եկեղեցուն տրվեց մեղադրյալից, դատապարտյալից խոստովանություն ստանալու իրավունք, բայց այնտեղ վերապահում կա, որ եկեղեցականը պարտավոր չէ այդ խոստովանությունը փոխանցել նախաքննության մարմնին։ Հիմա սա օրենքի ամրագրում է, կա տար, կա օրենքի, այսպես ասենք, բովանդակություն։ Կա իրական Հայաստան։ Այո, իրական ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հոգեվորականը, ասենք, Նայիրի Հունանյանից օրինակի համար խոստովանություն է ստանում եւ փոխանցում է ազգային անվտանգության ծառայությանը կամ փոխանցել է, չգիտեմ։ Այսպիսով այդ եկեղեցու դերի բարձրացման ընթացքը
այս իշխանության օրոք ընդհատվել է։ Կամ այս իշխանությունը սահմանափակում է նրանով ինչ որ կա։ Ու այստեղ չի կարելի, ես կարծում եմ միանշանակորեն մեղադրել եկեղեցուն, որտեղ հայ եկեղեցին այդպեսին է ի սկզբանե։ Միշտ էլ քաղաքական հավակնություններ հայ եկեղեցին ունեցել է։ Չգիտեմ ուրիշ եկեղեցիների պատմությունը ինչպեսին է, ու ասենք եղել է, չէ, որ ասենք կաթոլիկ աշխարհը ենթարկվել է Հռոմի պապին, չնայած եղել են թագավորներ։ Բայց դարաշրջանը նրանք հաղթահարել են, անցել են, հիմա Վատիկանի իշխանությունը սահմանափակում է իր ձեր ասածը, բայց եղել է խորը միջնադարում։ Ինչպես։ Խորը միջնադարում է եղել այդ երևույթը։ Այո, բայց մենք հիմա եկեղեցին ցանկանում է, որ մենք գնանք խորը միջնադար։ Այլ երկրներ, այլ եկեղեցիներ եւ այլ պետություններ իրենց հարաբերությունները կառուցել են կակակիրթ հիմքերի վրա եւ ոչ ոք չի կարող ասել, որ Մոսկվայի եւ համայն Ռուսիա պատրիարքը քաղաքական դեմք չէ, կամ քաղաքականությամբ չի զբաղվում, կամ չի աջակցում Ռուսաստանի իմպերիական քաղաքականության։ Բայց դա դրսևորվում է երևի նոմինալ կամ ջենտլմենական պայմանավորվածությունները, օրինակ ասենք մեր տարածաշրջանում մեր ամիջական հարևան Վրաստանում պատրիարք Եղիայի հեղինակությունը անառարկելի հեղինակություն է։ Բայց այնտեղ էլ որքանով որ ես եմ տեղյակ, վերջին շրջանում իշխանությունների եւ եկեղեցու միջև հակասություններ կան։ Կա հակասություն, ես որքանով տեղյակ եմ, եկեղեցու եւ ընդդիմության միջև։ Եկեղեցին մեղադրվում է իշխանությանը պաշտպանելու մեջ։ Նույնիսկ մամուլում արտահոսք եղավ, որ վերջին պահին ընտրությունների խորհրդարանական ընտրություններից մի երկու ամիս առաջ կառավարությունը եկեղեցուն նվիրատվություններ է արել։ Հողատարածքներ են նվիրել եւ պատրիարք կաթողիկոսը մեղադրվեց իշխանության հետ համագործակցելու մեջ։ Սա ընդդիմությունն է այսօր քննադատում, բայց ամեն դեպքում վրացական հասարակության մեջ պատրիարք կաթողիկոսի հեղինակությունը շատ բարձր է։ Չնայած որ նա պատրիարք կաթողիկոս է խորհրդային ժամանակներից։ Եվ ամենայն հավանականությամբ պատահականորեն չի ընտրվել վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ։ Շատ ցածր է Կովկասի մուսուլմանների այսպես հոգևոր առաջնորդ Փաշազադեի հանրային հեղինակությունը Ադրբեջան։ Գրասենյակային պաշտոնյա է։ Բայց դա պաշտոնյա է։ Ընդཐུպ նրանից վերցրել են կրոնական համայնքների սպասավորներ նշանակելու իրավունք։ Այսինքն կա մզկիթ, այս մզկիթը ունի կրոնական համայնք, այդ կրոնական համայնքը պետք է ունենա հոգևոր սպասավոր, որին նշանակում է կառավարության կրոնի հարցերով վարչությունը։ Ոչ թե Շեյխուլ Իսլամն է, այսինքն այդ նշանակումը կատարում։ Հայ առաքելական եկեղեցին կարծես միջակայքային է, ոչ պետության վերահսկողությամբ, ոչ ինքնուրույն ինքնաբավ կառույց։ Ես օրինակ զարմանում եմ, թե ինչու Հայաստանի գործադիր իշխանության համակարգում չկա կրոնի հարցերով վարչություն, կոմիտե, կառավարության առընթեր, կառավարության կար։ Խորհրդային ժամանակ եղել է, անկախ Հայաստանի պատմություններ գիտի, ի վերջո Հայաստանում միայն հայ առաքելական եկեղեցի չէ որ գործում են տարբեր ավետարանչական եկեղեցիներ, կաթոլիկ կա, ռուս ուղղափառ եկեղեցի, կան աղանդներ, բայց նույն ռուս հնադավանները։ Այո, եւ այս հարցերը կարգավորելու համար պետք է պետությունը ունենա ինչ-որ մի կառույց, որը կզբաղվի այդ հարցերով եւ հարցերը չեն բարձրանա, չեն հրապարակայնացվեն այն աստիճանի, որ այսօր հասարակությունը երևույթը գնահատում է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոս Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետ դիմակայության կտրվածքով։ Ես այն կարծիքին եմ, որ սկզբունքային է դա, անկախ նրանից ով լինի վարչապետ, ով լինի ամենայն հայոց կաթողիկոս, այդ հակասությունները կան եւ
Իմ կարծիքով կարելի է գտնել օրենսդրական կարգավորում, օրինակ ասենք 2007 թվականի օրենքը եթե հնացել է, այդ օրենքը թող բարեփոխվի։ Հիմա օրինակ եկեղեցականներն ասում են, քանի որ օրենքում գրված չէ, որ մենք չենք կարող զբաղվել քաղաքականությամբ, մենք զբաղվում ենք քաղաքականությամբ։ Եթե արգելված չէ, ապա այս դեպքում եկեղեցականները պետք է նաև ենթարկվեն զինապարտության օրենքին։ Դե պիտի հարկեր վճարեն, պիտի զինապարտեն։ Ասեք զինապարտության մասին օրենքում գրված չէ, որ ես ու դուք հոգևորականը ազատվում է զինվորական ծառայությունից, հստակ գրված չէ։ Բայց դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Հիմա եթե քաղաքականությամբ զբաղվելը հոգևորականի իրավունքն է, ուրեմն զինապարտությունն էլ նրա պարտականությունն է։ Վերցնենք Գևորգյան ճեմարանի սանին, զորակոչենք բանակ, ինչպես համասարանի ուսանողն է զորակոչում, 2 տարի ծառայությունից հետո կրկին վերադառնա Գևորգյան ճեմարանի սան, հոգևոր բան լինի։ Բայց սա իհարկե կլինի իրավիճակին, այսպես կրակին բենզին լցնելու քաղաքականություն, որովհետև իրավիճակն այնպեսին չէ, որ ասենք կառավարությունը, գործադիր իշխանությունը ինչ-որ սահմանափակումներ մտցնելու միջոցով կարող է հասնել բան։ Ես կարող եմ մի կարծիք արտահայտել, շատ արտառոց թող չթվա։ Եթե խնդիրը այսպես է, կարելի է հայ առաքելական եկեղեցին ճանաչել որպես կրոնապետություն, ինչպես Վատիկանն է, որի տարածքը սահմանափակում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնով։ Ու ինքը եկեղեցին իր հարցերը որպես պետություն կարգավորի այլ պետությունների հետ, այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես Վատիկանն իր հարաբերությունները կարգավորում Իտալիայի կառավարության հետ, դեսպաններ ունեն։ Սուրբ Աթոռը դեսպան ունի Իտալիայի կառավարությունում, Իտալիայի կառավարությունը դեսպան ունի Սուրբ Աթոռում։ Սուրբ Էջմիածինը եթե կարող է լեգիտիմացնել իր անկախ պետության կարգավիճակը եւ հասնել ջազգային ճանաչման, ասենք, որևէ երկիր կամ մի քանի երկրներ Սուրբ Էջմիածնի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, ապա սա կլինի համազգային խոշոր ձեռքբերում։ Ի վերջո հայ ժողովուրդը բարդ օրգանիզմ է։ Բայց պարոն Աթանասյան, ստացվում է այդ դեպքում, որ ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնում եմ երկքաղաքացի։ Ոչ, այդ կրոնապետության քաղաքացի կլինեն միայն կրոնական սպասավորները, ինչպես Վատիկանում է, որ կարծեմ մոտավորապես 1000 քաղաքացի ունի։ Հիմա այդ քաղաքացիները որոշեցին, որ պայմանական Լևոն Սարդարյանի մուտքը Էջմիածնի տարածք արգելված է, նորմալ կլինի։ Ես ասում եմ արմատական հակասությունը լուծելու տարբերակ։ Այսինքն վերջնականապես տարանջատենք։ Կամ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ պետք է ճանաչի եկեղեցու քաղաքական իրավունքները եւ օրենքով գծի այն շրջանակը, այսինքն հոգեորականը կարող է առաջադրվել падգամավորի տեխնացու։ Բայց Տեր Հուսիկի օրինակը կարելի է հիշել, հիմա խնդիրը դա չի։ Հիմա տեսեք, ինչ է ստացվում կամ ձեր ասած սխեմատիկ սցենարով եմ ասում, հա, ստացվում է, որ եկեղեցին ինչ որ գործընթացների արդյունքում որոշել է այնուհանդերձ խախտել պարիտետը եւ մտնել քաղաքական դաշտ, հա։ Իշխանությունը այդ մասին իմացել է եւ իշխանությունը դրան արձագանքել է, միգուցե ոչ համարժեք արձագանք է եղել, միգուցե այն բառամթերքն ու բառապաշարը, որ օգտագործել են իշխանության ներկայացուցիչները, իմ համար են որում անընդունելի, միգուցե պետք չէր այդ ճանապարհով գնալ, պետք էր գնալ մի քիչ այլ քաղաքական բառամթերքի ուղիով, բայց այս դեպքում ստացվում է, որ իշխանության արձագանքը բնական է։ Իհարկե բնական է, եւ ես անձնական տպավորություն ունեմ, որ իրավիճակը այսպես հրապարակայնացվեց ամենայն հայոց կաթողիկոսի Մինսկ այցից հետո, որը բացարձակապես կրոնական իմաստ չուներ, որտեղ այնտեղ մայր տաճար չէր ոցվում, չգիտեմ ինչ որ մի հսկայական կառույց չէ։ Բելարուսում առաջին հայկական եկեղեցի այսպես էր ձևակերպվում։ Ու հայկական եկեղեցի, բայց Բելարուսում ապրում են ընդամենը 9000 հայ,
պաշտոնական տեղեկություն է եւ որքան ես եմ հասկանում դա մատուրի նման մի կառույց է, որի օծման արարողությանը կաթողիկոսի ներկայությունը պարտադիր չէր։ Այսինքն այստեղ հակադրում գնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ։ Այո, Մինսկ երբևէ չգնալ։ Եթե կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոսը ներկայացնում է Հայաստանը, իսկ դա այդպես է, ինստիտուցիոնալ առումով, ապա Հայաստանի գործադիր իշխանության կառավարության ղեկավարը, երբ դե ֆակտո երկրի առաջնորդը, երբ հայտարարում է, որ Հայաստանից պաշտոնական պատվիրակություն Մինսկ չի այցելելու, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն, եւ ամենայն հայոց կաթողիկոսը մեկնում է Մինսկ, ապա սա անարգանք է Հայաստանի Հանրապետության հասցեին, անկախ նրանից Լուկաշենկոյի վերաբերյալ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը որքանով է պատեհ հրապարակայնացնել։ Ես ասեմ ձեզ, դա նույնիսկ հակասության մեջ է մտնում նույն ընդդիմության դիրքորոշման հետ կապված 44-օրյա պատերազմի ժամանակ Բելարուսի եւ դրանից հետո Բելարուսի պահվածքի հետ։ Ես վստահաբար չեմ կարող ասել, թե ոչ բոլոր բնական Մինսկում ինչ է տեղի ունեցել կամ ինչ է հայտնի դարձել Հայաստանի վարչապետին կաթողիկոսի Մինսկ այցից, բայց երևույթը ինքնին վկայում է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հովվապետը այսօր չի հարգում Հայաստանի Հանրապետության իշխանությունը կամ ավելի պարզ ասած չի ճանաչում։ Հակառակ դեպքում կաթողիկոսը իրեն թույլ չպետք է տար այցելել Մինսկ, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը այդ երկրի հետ պաշտոնական հաղորդակցությունը դադարեցրել է։ Կարծում եք, որ դա միտումնավոր է արվել։ Ենթադրում եմ, որ դա ունի քաղաքական ենթատեքստ, եւ եթե հետևում ենք մենք ռուսաստանյան մամուլի արձագանքներին այս վերջի շրջանի, ապա նրանք ակնհայտորեն ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացնում են որպես Հայաստանի նախկին քաղաքական վերնախավի վերջին ներկայացուցիչ։ Այսինքն նրանք ընկալում են ամենայն հայոց կաթողիկոսին որպես քաղաքական դեմք։ Այդպես էլ հայտարարել է ռուս հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը Նեզավիսիմայա գազետային տված հարցազրույցում։ Դե Եվստրատովը մի քիչ հին սրիկ է, այնպես որ կարող է անել։ Ամեն դեպքում նրա տված գնահատականը դա է, որ ամենայն հայոց կաթողիկոս Հայաստանի նախկին քաղաքական էլիտայի վերջին ներկայացուցիչն է, որին Նիկոլ Փաշինյանը մտադրվել է հեռացնել, այսպես է ընկալվում, եւ այստեղ էլ Հայաստանում էլ սոցցանցային սոցիալական մեդիայի եւ մամուլի որոշ միջոցների հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, նույնիսկ ոմանք բաց տեքստով են հայտարարել, որ արգելակը, որ Մոսկվան դրել էր հայ առաքելական եկեղեցու գործնեության առջև այլևս չկա։ Մոսկվան, հայ առաքելական եկեղեցու։ Հիմա, քանի որ ներողություն, որպեսզի չթվա ինչ որ իգտագործունեությամբ եմ զբաղվում, նման Facebook-յան գրառում կատարել է Արցախի ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ Արգելակը հանված է։ Լավ, արգելակը հանված է։ Հիմա գնանք արդեն քաղաքական մի քիչ ավելի խորքային process-ների վրա, դրան զուգահեռ նաև կա վարկած, որ հիմա իշխանությունը ոչ թե պայքարում է հայ առաքելական եկեղեցու դեմ Քավլիցի, այլ պայքարում է հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան որոշ հոգևորականների դեմ, որոնք ըստ էության, դե քանի որ դուք արդեն անունը տվեցիք, Ռուսաստանի ազդեցության գործակալներ են եւ Հայաստանում ըստ էության իրականացնում են ռուսաստանյան նոր ծրագրերը, որոնցից հիմնական նպատակներից մեկը Հայաստանում իշխանապողություն իրականացնել է։ Իսկ իշխանապողություն պետք է իրականացնել Ռուսաստանին, որովհետև Հայաստանը հրաժարվում է կատարել միակողմանի պահանջ որպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի Չարաբաստիկի 9-րդ կետը,
Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է ընդհանրապես խոսել Զանգեզուրի միջանցք այդ այսպես կոչված ծրագրի շուրջ, Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանին Սյունիքի մարզում հյուպատոսական ներկայությունից, մի խոսքով մի շարք բաներ, խնդիրներ կան, որոնք Երևանի եւ Մոսկվայի միջև լուծել չի ստացվում։ Այստեղ հարց է ցակում։ Ու ինստիտուցիոնալ քաղաքական ընդդիմությունը ես ասացի ֆիասկոյի ենթարկվել Հայաստանում։ Օբյեկտիվ, սուբյեկտիվ, չգիտեմ ինչ պատճառներով, բայց փաստը նա այն է, որ նույնիսկ չկարողացան համաձայնության գալ վարչապետի impeachment սկսելու հարցում եւ ինչ որ նախաձեռնություն կար, այդ նախաձեռնությունը տապալվեց։ Հիմա Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցին վաղվա Հայաստանի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնում է։ Ենթադրենք կարգին հաղորդում եմ սկիչ։ Ենթադրենք տեղի ունեցավ այդ ոչ մեկ չի։ Ենթադրենք տեղի ունեցավ իշխանափոխություն։ Ամենայն հայոց կաթողիկոսը Բագրատ Գալստանյանին կամ Միքայել Աջապահյանին վերադարձրեց իրենց ավազանի անվանը, կարգալույց հռչակեց եւ նրանցից մեկը ընտրվեց Հայաստանի վարչապետ, մյուսը առաջին փոխվարչապետ։ Ինչ քաղաքականություն են վարելու։ Ինչ են անելու։ Եվ եթե այդ քաղաքականությունը բերի Հայաստանը կանգնեցնի աղետի առջև, ֆորս մաժոր ստեղծվի։ Ֆորս մաժորի պատասխանատուն ով է լինելու։ Նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարության պատասխանատուն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով բազմից հայտարարել է, որ ինքը իրավիճակի պատասխանատուն է։ Միակ մեղավորը չէ, բայց պատասխանատուն է։ Բա հայ առաքելական եկեղեցին ֆորս մաժորի դեպքում ինչ է անելու։ Հայտարարել է, որ Միքայել Աջապահյանը կամ Բագրատ Գալստանյանը հոգևոր ծառայությունից կարգալույց են հռչակված եւ նրանք քաղաքական դեմքեր են, որ իրենց քաղաքականությունն են վարում, ես ինչ պատասխանատվություն ունեմ։ Եվ երկրորդ ամենակարևոր հանգամանքը իսկ ով է ասում, թե նոյեմբերի 9-ի 9-րդ կետի կատարման խոչընդոտը Հայաստանն է։ Այդպես ընդունված է պնդել Հայաստանը։ Դա ամենակոպիտ սխալն է, որովհետև 9-րդ կետի թիվ 1 խոչընդոտը Ադրբեջանն է։ Ես երկրորդ սխալն էլ կարող եմ մատնանշել, դրա մասին կներեք, դուք եք շատ խոսել, որ այդ Հայաստանը չի հրաժարվում ռուսական հարթակում բանակցելուց։ Թուրքիան դեմ է, որպեսզի Էրդողանի ասած Զանգեզուրի անցումը լինի ռուսական վերահսկողության ներքո։ Իսկ ով է ասում, որ Թուրքիան չի համաձայնի Հայաստանի վերահսկողությանը։ Որտեղ է գրված։ Ով է բանակցել։ Ամենայն հայոց կաթողիկոսը բանակցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցել է, գիտի նրանց տրամադրությունը, թե սպասարկում է մի շահ, որ կարող է բերել տարածաշրջանային պատերազմի։ Եվ այդ պատերազմը ոչ թե Ադրբեջանը սկսի, այլ սկսի այն կողմը, ում արմատական աշխարհակաղակական շահերին հակասում է հայ-թուրքական հաշտեցումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այսինքն մենք վերադառնում ենք 1828 թվականի իրավիճակին, Պուշկինի ճանապարհորդություն դեպի Էրզրում գրքի դարաշրջանին ենք վերադառնում։ Խնդիրը պետք է գլոբալ հարթությամբ նայել եւ քաղաքականությունը ոչ կրոնի հետ կապ ունի, ոչ դավանանքի հետ կապ ունի, ոչ էլ էթնիկ պատկանելության հետ կապ ունի, սա առաջին եւ երկրորդ ով է ասել, որ հայ ժողովրդին ավելի մոտիկ են ռուսները, ռուսական քաղաքակրթությունը, քան ասենք Վրաստանը, որտեղ է գրված։ Այսինքն մենք վերադառնում ենք քաղաքականությունը վերադարձնում ենք կոնֆրոնտացիոն միջավայր, որտեղ մենք անելիք չունենք։ Ռուսները մի արտահայտություն են, չէ, հայտնի արտա ճուժոյ պախմել։ Հիմա մենք այս քաղաքական ուղեգծով գնում ենք ում շահնենք այստեղ սպասարկում։ Լավ։ Զանգեզուրի կամ Մեղրիի այդ 40 քանի կիլոմետրանոց հատվածը Ռուսաստանի համար աշխարհակաղակական հարց չի լուծում։
Նա ունի պայմանագիր Իրանի, Ադրբեջանի հետ, հյուսիս-հարավ տրանսպորտային հաղորդակցություն, որը ունի մի քանի թև, արևելյան թև, կենտրոնական թև, արևմտյան թև, չգիտեմ։ Խնդիրը Ռուսաստանի համար տարածաշրջանում ռազմական ներկայություն ունենալն է, իսկ տարածաշրջանում ռազմական ներկայություն ունենալը սրում է հարաբերությունները Հայաստանի համար ամենակոմֆորտ միջավայրի հետ, ասենք հայ-իրանական հարաբերություն։ Երբ Իրանը հայտարարում է, որ ոչ մի միջանց չի լինելու, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Իրանն էլ է դեմ այստեղ Ռուսաստանի ներկայությանը։ Իսկ մենք ասում ենք, պետք է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հասնենք ռազմավարական հարաբերությունների մակարդակի։ Ինչպես հասնենք, եթե մենք այստեղ դնում ենք Ռուսաստանի շահի սպասարկում։ Որովհետև մենք մինչև հիմա չենք սովորել կոտլետներն ու ճանճերին առանձին դիտարկել։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի ազգային ժողովի նախկին падգամավոր հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։